Վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Գերմանիայում պաշտոնական հանդիպումների օրակարգը սպառելուց հետո հայ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց վարչապետը, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարության դիրքորոշմանը, թե Հայաստանի ու Եվրամիության միջև օրերս ստորագրված ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Բաքվի սիրտը խոցել էր հատկապես այդ հռչակագրում տեղ գտած Ղարաբաղի փախստական հայերի տեղահանություն ձևակերպումը։ Այս մեջբերում նանում է նաև Փաշինյանն ու կրկնում խնդրի լուծման իր վաղեմի առաջարկը՝ երկուստեք փախստականների հարցը հանել օրակարգից։ Այդ թեմաներով ինչքանով իրանք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանն այստեղ նկատի է առնում մի կողմից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ վերադարձի ցանկությունը, ինչն ինքնանիրատեսական է համարել, մյուս կողմից այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի օրակարգը, որը Բաքվի իշխանություններն են առաջ բերում, Երևանին առայժմ անուղղակի պահանջ ներկայացնելով, թե իբր Հայաստանից տեղահանված 100 հազարավոր ադրբեջանցիներ կան, որոնք հետդարձի իրավունք ունեն, պետք է իրացնեն։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, այդ նշանակում է մենք նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է եւ ինքս իրան սկսելու փորձերը օգտակար չեն։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ որ անհասկանալի տերմինաբանություն։ Հիմա պետք է հասկանալ, որի պատճառն է։ Որը պատճառ է եւ որը հետևանք է։ Արձագանք Արցախի նախկին պետնախարարից Հայաստանի վարչապետը չի կարող լինել արցախցիների վերադարձի իրավունքից հրաժարվողը, պնդում է Արտակ Բեգլարյանը։ Արցախի ժողովուրդը պետք է որոշի վերադառնում է, թե չի վերադառնում։ Այդ իրավունքի տերը։ Տվյալ պարագայում վարչապետը կարող է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ձևակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի ու ցանկալի չի։ Ինչու է վարչապետը բռնատեղահանված արցախցիների միջազգայնորեն ճանաչված վերադարձի իրավունքի եւ հնարովի արևմտյան Ադրբեջան օրակարգի միջև հավասարության նշան դնում։ Փորձագիտական համայնքում մտահոգությունները սրվում են։ Մասնագետները պնդում են, համեմատություն համադրությունը տեղին չէ։ Բաքուն կանցա Փաշինյանի առաջարկին, ադրբեջանագետը երաշխավորում է, Ալիևը հետքայլ չի անելու։ Իրավունքի եւ պատմության եւ լեգիտիմության տեսանկյունից դրանք համեմատելի չեն, ընդհակառակը անհարկի համեմատությունը միայն ճակերտավոր լեգիտիմություն է հաղորդում Ադրբեջանի զավթողական ծրագրերին։ Այս թեման շրջանառության մեջ է մտել Արցախ-Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց, այսինքն դա ոչ թե զուգահեռաբար կամ հորինված ինչ-որ իրավունքներ են, այլ ընդհակառակը դա ադրբեջանական քաղաքականության, զավթողական, ագրեսիվ տանգավոր քաղաքականության հերթափոխելն է։ Նրանք բացառապես գալիս են առավելապաշտական, իրենց ծավալապաշտական նկարտումներից ելնելով հավասար իրավունքներով, այլ ոչ թե որպես նույն օրինակով, ինչպես օրինակ Վրաստանում հայերն են ապրում կամ ադրբեջանցիները։ Հնդածս ի դեպ մինչև պաշտոնական Երևանից խաղաղության գործընթացը փակուղի չտանելու կոնկրետ առաջարկներ են հնչում, Բաքվում քննարկում են իրենց, այսպես ասենք, նորահայտ փախստականների իրավական կարգավիճակի հարցը, պատրաստվում են նոր օրենք ընդունել նրանց համար, օր-օրի ավելացնելով տրցակի հաստությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։